Բարև ձեզ, Վարշավայից իր աշխատանքն է շարունակում ՎՏ Հայաստան Նյուզը։ Ես Ռազմիկ Մարտիրոսյանն եմ, այս թողարկմանը կներկայացնենք։ Իրան-Միացյալ Նահանգներ հարաբերությունները դարձյալ լարվեցին։ Թրամփն այլևս չի ցանկանում շփվել Թեհրանի հետ։ Ինչ զարգացումներ սպասել թրիփի շուրջ։ Հայաստան է հասել Եվրամիության հերթական նվերը։ Միացյալ Նահանգները հարվածել է Իրանին, Թեհրանն էլ Պարսից ծոցում ամերիկյան օբյեկտներին։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հակամարտությունը դադարեցնելու նպատակով ստորագրված փոխըմբռնման հուշագիրն ավարտված է, հավելելով, որ այլևս չի ցանկանում շփվել Թեհրանի հետ։ Բացի այդ, Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը չեղարկել է իրանական նավթի վաճառքի թույլտվությունը, վերականգնելով նախորդ ամիս կողմերի միջև հաստատված փոխըմբռնման հուշագրով ժամանակավորապես կասեցված պատժամիջոցները։ Հայ-իրանական հարաբերությունների օրակարգային հարցերից են TRIP նախագծի ի հայտ եկող ռիսկերի կառավարումը և հնարավոր մարտահրավերների վերացումը։ Հայաստանում Իրանի դեսպանն է հայտարարել. نگرانی‌های مشروع ایران به خاطر حضور امریکا در مجاورت مرز ایران قطعاً باید پوشش بشه. Ուստի Իրանի շատ լեգիտիմ եւ տրամաբանական անհանգստությունը իր սահմանների հարևանությամբ ամերիկացիների ներկայության վերաբերյալ պետք է հստակ արձագանք ստանա եւ պատասխան տրվի այդ անհանգստություններին։ و خب دولت ارمنستان هم اعلام کرده که هدفش این هستش که هیچ چالش و تهدیدی از قبل حضور امریکا در مجاورت شرکت‌های امریکایی و اجرای این طرح علیه ایران ایجاد نخواهد شد. Եվ Հայաստանի Հանրապետության կառավարությունն էլ հավաստիացրել է, որ այս ծրագրի, այս պրոյեկտի իրականացման հետևանքով որևէ մարտահրավեր կամ որևէ սպառնալիք եւ ԱՄՆ-ի ներկայության արդյունքում որևէ սպառնալիք եւ մարտահրավեր Իրանի համար չի ստեղծվի։ Իրան-Միացյալ Նահանգներ լարվածության նոր փուլի և այդտեղ Իսրայելի դերակատարության, Նիկոլ Փաշինյանի Ռուսաստան կատարած այցի, ինչպես նաև Իսրայելի կառավարության կողմից հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ կզրուցենք Ապրի Արմենիա վերլուծական կենտրոնի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանի հետ։ Արդյոք սա բանակցությունների ավարտ է նշանակում, ինչ զարգացումների կարող ենք ականատես լինել և ինչ դերակատարում այս ամենում ունի Իսրայելը։ Ես կասեի, որ սա բանակցությունների ավարտ չի, սա բանակցությունների նոր ձևաչափ է, երբ որ մենք տեսնում ենք ինչպես իրադարձությունները մեկը մյուսին փոխարինում են, հանդիպումները սեղանի շուրջ եւ հարվածները, սա մեկ, երկրորդը բարձր որ Միացյալ Նահանգները առաջնահերթին շահագրգռված էին կանգնեցնել պատերազմը եւ մի ձևով դիստանցիա պահեն դրանից։ Բայց հարվածները նորից վերսկսվել են։ Այո, եւ իրենք կշարունակվեն, սա չի խոսում լայնածավալ պատերազմի մասին, որովհետեւ մենք տեսնում ենք այս պատասխանների բնույթին կողմերը փորձում են պահել, չէսկալացնեն, ավելի ճիշտ կլինի ասել, փորձում են պահել էսկալացիայի նույն մակարդակը, չընդլայնելով աշխարհագրությունը, համ հարվածների որակը ես կասեի, բայց դա չի նշանակում, որ ընդհանրապես բանակցությունները ավարտվում են, սա ինչպես նշեցի, զուտ բանակցային գործընթացի նոր մոդուս է։ Իրան-Միացյալ Նահանգներ լարվածությունը ինչ ազդեցություն կունենա մեր տարածաշրջանի եւ հատկապես TRIP նախագծի իրականացման վրա ձեր դիտարկմամբ։ Այս թեմայով այսօր խոսում էր Իրան դեսպանը Հայաստանում, պարոն Շիրղոլամին, եւ ինքը ասաց, որ այո, հայկական կողմը վստահեցնում է, որ որովե անվտանգության ոլորտում խնդիրներ չկան Իրանի համար, բայց ինչպես տեսնում եք Իրանում դեր մեղմ ասած այդ մտահոգությունը կա, որովհետեւ նույնիսկ այս ուշագիրը, որը կնկել են Միացյալ Նահանգների հետ, այնտեղ կա հատուկ կետ, որի հիման վրա մենք կարող ենք պնդենք, որ Իրանը շահագրգռված է նվազեցնել կամ զրոյացնել Միացյալ Նահանգների ներկայությունը Իրանի շուրջ։ Սա այո, առաջներտին վերաբերվում է այն ուժերին, որը Միացյալ Նահանգները կուտակել են մինչև պատերազմը, երկրորդ հերթին դա վերաբերվում է իրանական ռազմաբազաներին եւ երրորդ հերթին նոր կարող է վերաբերվի TRIP-ին։ Անդրադառնանք մեկ այլ եւ վերջին օրին շատ քննարկվող թեմաներից մեկին՝ Իսրայելի կառավարության կողմից հայոց ցեղասպանության ճանաչմանը, ինչ նպատակով սա արվեց եւ ինչ խնդիր է լուծում Իսրայելը։ Մի քանի հատ նպատակներ մենք ստեղ կարող ենք նշել։ Նպատակ համար 1 իհարկե պատասխանել Թուրքիային, այն մեղադրանքները, որոնք Թուրքիայի կողմից հնչում են Իսրայելի դեմ, հիմնվելով նաև տարբեր միջազգային
կառույցների եզրակացություններին, որ այն ինչ որ այլ է Իսրայելը դա անընդունելի է։ Երկրորդը հենց կախված է Իսրայելի քայլերին Գազայում, որպեսզի Իսրայելը ցույց տա, որ ինքը չի կարող իրականացնել ցեղասպանություն, որովհետև Իսրայելը ինքն է դատապարտում ցեղասպանությունները, երկրորդ նպատակն է։ Երրորդ նպատակը Իսրայելում լավ հասկանում են, որ Իրանից հետո խնդիրը դառնալու է Անկարան, հետևաբար կարևոր է չեզոքացնել, հնարավորինս նվազեցնել Թուրքիայի ընդլայնումը տարբեր տարածաշրջաններում։ Լինի դա Մերձավոր Արևելքում, Սիրիայի ուղղությամբ, լինի դա Միջերկրական ծովում, լինի դա Հարավային Կովկասում, որը Թուրքիային հնարավորություն կտա ընդլայնվի դեպի կենտրոնական Ասիա։ Եվ սա այն հիմնական քաղաքական նպատակն է, որովհետև ներքին օրակարգում սա, ոնց ասեմ, իսրայելական ինտելիգենցիան արդեն վաղուց հասունացել է այս հարցին։ Եվ ինտելիգենցիայի մեջ գուցե կոնսենսուս նույնիսկ կա, բայց քաղաքական տեսանկյունից իհարկե յուրաքանչյուր այսպիսի որոշումներ իրանք կրում են քաղաքական բնույթ, որովհետև քաղաքական գործիչներն են ընդունում այս որոշումները, այլ ոչ պատմաբանները։ Բայց մենք հիմա սպասում ենք, թե ինչ քննարկում կլինի Քնեսետում եւ արդյոք ինքը կլինի, որովհետև շատ կարևոր է թե ինչ բովանդակություն ուտեղ կլինի, ով ինչպես կարձագանքի եւ ով ինչպես կքվեարկի։ Բայց մենք տեսնում ենք, որ Իսրայելի համար սա գրեթե այն արդյունքներին իրենք չկարողացան հասնել, որոնք իրենք կարող են դնել իրենց դեմ, որովհետև Հայկստանի կողմից ողջույնություն իրենք որը ողջելի հորց իրենք չստացան, ընդհակառակ տեղ ունեցավ բացասական արձագանք նույնիսկ Ադրբեջանից, հետեւաբար դեր ինչ որ հաջողություն իրենք չկարողացան գրանցել, որովհետև գուցե ժամանակին չէր այս քայլը իրենց տեսանկյունից, թայմինգի տեսանկյունից։ Իսկ Հայաստանի կողմից ինչ արձագանք պետք է լիներ Իսրայելի այս քայլին։ Ինձ թվում է իրենք ակնկալում են, որ դա ոչ Հայաստանը, այլ Սփյուռքը, որը հիմնական ասեմ գործոններից է եւ այս կոնտեքստում ինքը պիտի արձագանքեր ողջուներ այս քայլը եւ այլն եւ փաստացի եթե դա տեղ ունենար, սա կարող էր նոր ոչ թե նոր, այլ ետ բերել այն խնդիրը, որը կար Հայաստան-Թուրքիա օրակարգում, բայց հաշվի առնելով, որ Հայաստանի կառավարությունը նույնիսկ չեն խոսում, որ ինքը չողջունեց, այլ նույնիսկ հակառակ կոնտեքստ տեղ ունեցավ, կոնոտացիա, ապա արդյունքին Իսրայելը չկարողացավ հասնել։ Եվ վերջում անդրադառնանք նաև Նիկոլ Փաշինյանի այցին Ռուսաստան, նա աշխատանքային այցով Ռուսաստանում էր, հանդիպեց Ռուսաստանի վարչապետ Միշուստինի հետ եւ այդ հանդիպմանը նշեց, որ Հայաստանն ուզում է մնալ Եվրասիական տնտեսական միությունում, հայ-ռուսական հարաբերություններում փոփոխությունների սպասել այս այցից հետո, թե լարվածությունը շարունակելու է մնալ։ Ես որևէ փոփոխություն Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում չեմ սպասում այս այցից հետո։ Ակնհայտ է, որ այն խնդիրները, որոնք ասում են, որ նախընտրական բնույթ են կրում, իրենք կլուծվեն ընտրություններից հետո իրանք չեն լուծվել։ Երրորդը, գրեթե բոլորը Ռուսաստանում սպասում են դեկտեմբեր ԵԱՏՄ-ի նախտեսված լրատվաժողովը, որի ընթացքում կընդունվի նոր որոշում Հայաստանի հանդեպ, որտեղ ԵԱՏՄ անդամ երկրները կներկայացնեն իրենց տեսլականը հնարավոր հետևանքների Հայաստանի քայլերը դեպի ԵՄ եւ ընդհակառակ չորրորդը իսկ ասել, որ Ռուսաստանի կողմից քննարկվում են ոչ թե ետ անելու քայլերը, այլ նոր առաջ անելու քայլերը, այսինքն կիրառել նոր միջոցներ տնտեսական եւ ոչ միայն տնտեսական ոլորտում։ Հայաստանի եվրոպական ինտեգրման հաջողությունը կախված է ոչ միայն Բրյուսելի քաղաքական որոշումներից, այլև առաջին հերթին հենց Հայաստանի իրականացրած բարեփոխումներից։ Այս եզրակացությանն են հանգել նոր հրապարակված վերլուծական փաստաթղթի հեղինակները։ Զեկույցի ներկայացմանը հետևել է իմ գործընկեր Արմինե Մարտիրոսյանը։ Հայաստանի եվրոպական ապագան այսօր կախված է Բրյուսելից թե Երևանից։ Այս հարցին է փորձում պատասխանել Եվրոպական միությունը Հայաստանի համար արժեքներ, վստահություն, բարեկեցություն, վերլուծական փաստաթուղթը։ Դրա հեղինակների համոզմամբ եվրոպական ինտեգրման հաջողությունը նախ եւ առաջ պայմանավորված է Հայաստանի պատրաստակամությամբ իրականացնել խորքային բարեփոխումներ եւ ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտները։ Հասարակության մեծամասնության համար եվրոինտեգրման գործընթացը ունի երկու կարևոր
առանցքային ոնց որ նպատակներ։ Առաջին դեմոբիլիզացիոնն է, այսինքն դա վիզաների ազատագրման գործընթացը, որը հնարավորություն է տալիս Հայաստանի սովորական քաղաքացուն ճամփորդել եվրոպական երկրներ առանց որևէ խնդիրների։ Եվ երկրորդը դա այն, ասենք, իրավական, դատական, տնտեսական ոլորտներում այն գործընթացները կամ այն մշակույթը, որը մենք տեսնում ենք, որ գործում է եվրոպական երկրներում, իսկ Հայաստանի դեպքում դա մենք տեսնում ենք լուրջ խնդիրներ։ Ըստ զեկույցի հեղինակների, եվրոպական ընտրությունը միայն արտաքին քաղաքական ուղղություն չէ, այն նախ եւ առաջ ներքին փոփոխությունների օրակարգ է։ Մենք տեսնում ենք ինչ որ ձևական առումով քայլեր են արվում, բայց խորը բարեփոխումների այս գործընթացը չի երևում։ Դա նույն ձևով ժամանակին նկատվել էր Մոլդովայի, Ուկրաինայի, Վրաստանի դեպքում, եւ դա բնական է հետխորհրդային պոստկոմունիստական, պոստհակամարտության մեջ գտնվող հասարակությունների համար, սկսած դատական անկախությունից վերջացրած, ասենք, տնտեսական դերակատարների, մենաշնորհի, իրավական դաշտի եւ այլն։ Ամենախոցելի համակարգը դա դատաիրավական համակարգն է Հայաստանի Հանրապետությունում, ըստ էության 2018 թվականից հետո բավական լուրջ աշխատանք է տարվել բոլոր ոլորտներում, բացի դատաիրավական համակարգից, բայց մյուս կողմից ես պետք է նշեմ, որ բոլոր չափանիշների, բոլոր ոլորտների, բոլոր ուղղությունների հիմքը կրթությունն է։ Կրթության ոլորտում շատ է աշխատանք կատարվում, ես չեմ կարծում աշխատանք չի կատարվում, բայց կատարվում է անհրաժեշտ աշխատանքի ընդամենը մի քանի տոկոս։ Փորձագետները նաև նշում են, որ առանց պետական ինստիտուտների ամրապնդման եվրոպական ուղին կմնա միայն քաղաքական հայտարարություն։ Անհրաժեշտ է, որ դա պահանջ լինի ներքևից, ժողովրդի կողմից հասունանա, այսինքն ոչ թե վերևից իջեցվի, այսպես ասած, տնտեսության կառուցվածքի փոփոխություն արդեն պիտի հաշվի առնենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ էլ հարաբերությունները խորացել են եւ դա ավելի թվային digital արհեստական բանականության համաձայնագրեր են եւ ինֆրաստրուկտուրա զարգանում եւ դա շատ արագ ինձ թվում է, որ պիտի փոխի արդեն փոխում է Հայաստանի տնտեսության կառուցվածքը ավելի թվային, ավելի 21-րդ դարին համահունչ դարձնելու համար եւ դրանք բոլորը նախադրյալներ են, որ պահանջարկը կհասունանա Եվրոհամայնքին միանալու ներքևից, այն որ դա հսկա շուկա է եւ թանկ շուկա է Հայաստանի արտադրողների համար, դա մեկ, երկրորդը ներսի, եթե հաշվի առնենք, դա կառույցների ամրացումը, քանի որ Եվրոհամայնքը չի սիրում եւ չի ուզենալու այսպես պրոբլեմատիկ դեպքեր բերել, այսինքն դեպի պատրաստ լինես, Կոպենհագենի կրիտերիաները նպատակով են դրված եւ արդեն եվրո այդ ընդլայնման պայմաններն էլ կարող է որ նաեւ փոխվեն, բայց անկախ նրանից Եվրոհամայնքին մոտենալ կամ չմոտենալ միանալ թե չէ, Հայաստանի տնային աշխատանքը իր պետականությունը ամրացնելու մեջ է։ Սակայն բարեփոխումների հաջողությունը ըստ մասնակիցների կախված է ոչ միայն իշխանություններից։ Պետական կառույցները իշխող քաղաքական ուժը պիտի մի կողմից ցուցադրի համապատասխան քաղաքական կամք գնալու ցավալի բարեփոխումների, հասարակությունը պիտի իրատեսական սպասումներ ունենա, թե ինչ կարելի է հասնել, ինչ չի կարելի դեռ հասնել։ Մեր գործընկերները պիտի աջակցեն, լինի դա փորձագիտական, լինի դա տեխնիկական մակարդակով։ Առաջին եւ ամենակարևոր պահանջներից մեկը կոռուպցիայի դեմ պայքարն է։ Ոլորտ, որտեղ Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել։ Բացի այդ, կան տեխնիկական պահանջներ, այդ թվում վիզաների ազատականացման գործընթացում, որոնք ենթադրում են միջգերատեսչական համագործակցություն եւ անհրաժեշտ բարեփոխումներ։ Պահանջներ կան նաեւ եվրոպական ընդհանուր շուկա մուտք գործելու համար, եւ այդ ուղղությամբ Հայաստանը արդեն քայլեր է ձեռնարկում։ Զեկույցի հեղինակները չեն խոսում արագ արդյունքների մասին, սակայն ընդգծում են, որքան ամուր լինեն Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտները, դատական համակարգն ու պետական կառավարումը, այնքան ավելի իրական կդառնա եվրոպական ինտեգրման հեռանկարը։ Արմինե Մարտիրոսյան, ՎՏ Հայաստան News, Երևան։ Լիտվայի խորհրդարանը նախատեսում է արգելել այն արտիստների մուտքը, որոնք Ռուսաստանին լայնածավալ ներխուժումից հետո շարունակում են ելույթ ունենալ եւ եկամուտ ստանալ Ռուսաստանում, ինչպես նաեւ Բելարուսում կամ Ռուսաստանի կողմից օկուպացված ուկրաինական տարածքներում։ Ֆիլիպ Կիրկորովը, Նատաշա Կարալյովան, Հաբիբը եւ Գիոպիկան այն արտիստներից են, որոնց մուտքը Վիլնյուսն արգելել էր Ղրիմում ելույթ ունենալու եւ Կրեմլի քաղաքականությանը աջակցելու պատճառով։
Մինչ այժմ նման որոշումները կայացվում են յուրաքանչյուր դեպքի համար առանձին։ Այժմ առաջարկվում է այդ հիմքերը հստակ ամրագրել օրենքում եւ նման արտիստների մուտքն արգելել մինչեւ 5 տարի ժամկետով։ Թեմային անդրադարձել է Ոտտակի Վիլնյուսի թղթակից Վիտոլդ Յանչիսը։ Ձևականորեն սա վեճ է հյուրախաղերի եւ համերգների շուրջ, բայց իրականում հարցն այլ է։ Այնտեղ, որտեղ ավարտվում է մշակույթը, սկսվում է ազդեցությունը։ Սեմի падգամավոր Կյարնագիսն ու Վիլնյուսի քաղաքապետ Բեն Կունսկասը համոզված են, եթե արտիստը պատերազմի մեկնարկից հետո շարունակում է աշխատել Ռուսաստանում կամ Բելարուսում, կամ ելույթ է ունենում Ուկրաինայի օկուպացված տարածքներում, Լիտվան լիակատար իրավունք ունի փակել նրա մուտքը երկիր։ Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո ռուս արտիստների մի մասը լքեց երկիրը եւ հրապարակայինորեն դատապարտեց պատերազմը։ Նրանք շարունակում են ազատ ելույթ ունենալ Լիտվայում եւ եվրոպական այլ երկրներում։ Մյուսները մնացին Ռուսաստանում կամ Բելարուսում եւ օրինագծի հեղինակների կարծիքով այդպիսով աջակցում են Կրեմլի եւ Մինսկի իշխանություններին։ Այս դեպքում կարևոր է ոչ թե լեզուն կամ որևէ մշակույթի պատկանելությունը, այլ հենց արտիստների եւ մշակույթի գործիչների քաղաքական դիրքորոշումը։ Լիտվայում ռուս արտիստների համերգների թվի եւ դրանց եկամուտների վերաբերյալ միասնական բաց վիճակագրություն չկա։ Կազմակերպիչները չեն հրապարակում ոչ հոնորարները, ոչ էլ մաքուր շահույթի չափը։ Սակայն շուկայի ծավալը կարելի է գնահատել առանձին համերգների օրինակով։ Օրինակ Վիլնյուսում Նատաշա Կարելովայի համերգի տոմսերի արժեքը տատանվում է 23-ից 72 եվրոյի սահմաններում, իսկ դահլիճը նախատեսված է շուրջ 2300 հանդիսատեսի համար։ Գեոպիկայի նախատեսած համերգի տոմսերն արժեն 38-ից 78 եվրո։ Նման միջոցառումների հասույթը կարող է կազմել տասնյակ հազարավոր, իսկ որոշ դեպքերում ավելի քան 100 հազարավոր եվրո։ Ռուսաստանն այսօր ագրեսոր պետություն է։ Նրա ղեկավարության նկատմամբ ընդունում են բազմաթիվ քննություններ, այդ թվում ռազմական հանցագործությունների վերաբերյալ։ Ուստի նման արտիստները պետք է լրջորեն մտածեն, կարող են արդյոք համագործակցելով ռազմական հանցագործություններ իրականացնող ռեժիմի հետ ակնկալել, որ ժողովրդավարական երկրներում կկարողանան առանց սահմանափակումների վաճառել տոմսեր եւ տարածել իրենց ստեղծագործությունները։ Նույնիսկ առանց այս փոփոխության Լիտվան արդեն կարող է մուտքի իրավունք չտրամադրել այն օտարերկրացիներին, որոնք համարվում են սպառնալիք ազգային անվտանգությանը։ Սակայն մշակույթի ոլորտում առաջանում է առանձին հարց. կարող են համերգը, երգը կամ թատերական ներկայացումը դիտարկվել որպես քարոզչության գործիք եւ բավարար հիմք մուտքն արգելելու համար։ Մենք հասկանում ենք, որ մշակույթը, լեզուն, երգերը կամ թատրոնը իսկապես կարող են ծառայել որպես քարոզչության տարածման միջոց։ Այդ պատճառով նման սահմանափակումը կարող է արդարացված լինել։ Հարցն այն է, թե արդյոք անհրաժեշտ է փոխել օրենքը, սակայն նման դրույթը անկասկած ավելի մեծ իրավական հստակություն կապահովի։ Եթե օրինագիծն ընդունվի, ապա Ռուսաստանում, Բելարուսում կամ Ուկրաինայի օկուպացված տարածքներում 2022 թվականի փետրվարի 24-ից հետո ծավալած մշակութային, համերգային կամ ժամանցային գործունեությունը կդառնա Լիտվա մուտքն արգելելու առանձին հիմք։ Մշակույթի գործիչների համար մուտքի արգելքը կարող է սահմանվել մինչև 5 տարի ժամկետով։ Սակայն մինչ այդ իշխանությունները պետք է պարզեն, թե որտեղ եւ երբ է արտիստը հանդես եկել, ինչպես նաեւ ինչ բնույթ է կրել տվյալ միջոցառումը։ Հայաստան է հասել հերթական նվերը Եվրամիությունից մոտ 20 տոննա կշռող հեռակառավարվող ականազերծման մեքենա։ Ականազերծման մեքենան կօգնի հանրապետության տարածքում վտանգավոր ճանաչված գոտիներում մարդասիրական ականազերծման աշխատանքներին։ Մեքենաները կօգտագործվեն նաև Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի սահմանազատման գործընթացում։ Այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Հետևեք մեզ ՎՏ Հայաստան Նյուզի Facebook-յան եւ YouTube-յան հարթակներում, որպեսզի բաց չթողնեք օրվա կարևոր նորությունները։